Երեխաները շատ են շարժվում, խաղում, վազվզում եւ առօրյա կյանքում հանդիպող այնպիսի առարկաներ, ինչպիսիք են դանակը, մկրատը, կոտրված ապակու կտորները կարող են առաջացնել փափուկ հյուսվածքների վնասվածք, որն էլ կարող է ուղեկցվել արյունահոսությամբ։ Արյունահոսության դեպքում ցուցաբերվող առաջին օգնությունը պետք է ներառի հետեւյալ հիմնական 3 քայլերը։ Ուղղակի սեղմումը, ուղղակի ճնշում գործադրելու համար վնասված հատվածին տեղադրեք մանրէազերծ անձեռոցիկ, որը պիտի ծածկի վնասված հատվածը 2 սմ շրջագծով եւ ուղղակի ճնշում գործադրեք։ Այս գործողությունը թույլ է տալիս մեխանիկորեն դադարեցնել արյան հոսքը տվյալ արյունատար անոթով, իհարկե ժամանակավորապես։ Հնարավորության դեպքում բարձրացնելով վնասված հատվածը սրտի մակարդակից վեր, մենք ձգողականության օրենքի շնորհիվ փոքր-ինչ նվազեցնում ենք արյան հոսքը դեպի վնասված հատված։ Եթե վնասվածքը ստորին վերջույթի շրջանում է, կարող եք պառկեցնել երեխային եւ բարձրացնել ոտքը։ Այդպիսով մենք բարձրացնում ենք վերջույթը սրտի մակարդակից բարձր։ Խուսափեք բաց վնասվածքին անմիջապես դիպչելուց։ Երրորդ եւ ամենակարևոր կետը ճնշող վիրակապի տեղադրումն է։ Փաթույթային վիրակապի մի քանի պտույտով հարկավոր է ամրացնել ստերիլ անձեռոցիկը վնասվածքի շրջանում, այնուհետև շարունակելով ձիգ փաթաթել, տեղադրել մեկ այլ գործվածք, օրինակ մեկ այլ վիրակապ, ծալված, որը կօգնի դադարեցնել արյունահոսությունը եւ շարունակել վիրակապել ճնշում գործադրելով։ Վերջում փաթույթային վիրակապը հարկավոր է հանգուցել վնասվածքի շրջանում։ Նշված քայլերը բավական են արյունահոսությունը դադարեցնելու համար։ Կարիք չկա վնասված մակերեսին լցնել այն միջոցները, որոնք բավականին շատ կիրառվում են Հայաստանում, ինչպիսիք են մոխիրը, սուրճը, շաքարավազը եւ այլն։ Արյունահոսության դեպքում առաջին օգնության քայլերը։ Ճնշում գործադրել։ Վնասված մակերեսի վրա դնել մանրէազերծ անձեռոցիկ եւ սեղմել։ Խուսափել վերքին անմիջապես դիպչելուց։ Վնասված վերջույթը պահել սրտի մակարդակից բարձր։ Տեղադրել ճնշող վիրակապ։